Հիսուս Քրիստոսը խոսում է կյանքի անհրաժեշտությունների մասին, մեր յուրաքանչյուրիս կարիքների մասին։ Եվ Մատթեոսի 6-րդ գլխում նա ասում է այսպես. 25-րդ խոսքում. Ուրեմն ասում եմ ձեզ. մի մտածեք ձեր հոգու մասին, ինչ կուտեք կամ ինչ կխմեք, և ձեր մարմնի համար, թե ինչ կհագնեք, հոգին, արդյոք ավելի չէ սննդից, և մարմինը հագուստից։ Դա ավելի կարևոր, քան հագուստը։ Եվ նա շարունակում է. նայեք երկնքի թռչուններին, նրանք չեն ցանում, չեն հնձում, չեն պահում տակառներ, իսկ ձեր երկնավոր Հայրը նրանց սնուցում է։ Միթե դուք նրանցից առավելը չեք։ Եկեք հենց դրա մասին մտածենք։ Մեր բոլոր կարիքները, որոնք մարմնին առնչվող են, հագուստը, ապրելու տեղը, քնելու տեղը, ուտելիքը, այս բոլոր մեր անհրաժեշտությունները, կարիքները, արդյոք Աստծո առաջ փոքր չեն։ Աստված գիտի, որ մենք ունենք դրա կարիքը։ Նա տեսնում է, թե որքան կարիքավոր ենք մենք, որքան հարցերում ունենք նրա պատասխանի կարիքը, նրա օգնության կարիքը։ Բայց ինչ է նա ուզում։ Նա ուզում է մեզ ուղղություն տալ մեր մտքի համար, որ մենք իմանանք։ Աստված ուղղություն է ցույց տալիս մեր մտքին, որպեսզի իմանանք ճիշտ ճանապարհը։ Բայց միայն եթե մեր կյանքը, մեր մտածելակերպը նրան ենթարկենք։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Օրինակ, եթե դուք ունեք դուստր կամ որդի, փոքր երեխա ունեք, նայում եք նրան, և երեխան ինչ-որ բան է փնտրում։ Դուք գիտեք, թե ինչ է փնտրում ձեր երեխան։ Գիտեք, թե նա ինչ է ուզում։ Այդ պահին դուք հստակ չեք կարող իմանալ, թե ինչ են նրանք ցանկանում։ Մինչև որ նրանք չմոտենան և ձեզ չասեն. «Մամ, տուր ինձ այս բանը, օգնիր ինձ այս հարցում»։ Իսկ եթե դա չլինի, նրանք դեռ փոքր են, կսկսեն փնտրել, հնարավոր է ինչ-որ բան կջարդեն, հնարավոր է իրենք իրենց կվնասեն, այսինքն նրանք ունեն ձեր օգնության կարիքը։ Եվ չնայած այդ ամենին, նրանք վերջիվերջո չեն ստանա, որովհետև դուք չեք օգնել նրանց։ Եվ Աստծո հետ հենց նույնն է։ Ինչպես երեխաների և ծնողների միջև է, այդպես էլ Աստծո հետ հարաբերություններում է։ Աստված ուզում է, որ մենք բոլորս երեխաների նման լինենք։ Ինչպես որ երեխաները խոնարհ են, մենք էլ այդպիսին լինենք, որպեսզի վստահենք նրան և կախված լինենք նրանից, երբ ձեզ ինչ-որ բան է պետք, և դուք առաջին հերթին Աստծուն եք դիմում, դուք ցույց եք տալիս հենց այդ ծնող և երեխա հարաբերությունը։ Դա իրական աղոթքն է։ Եվ երբ մենք աղոթում ենք, ցույց ենք տալիս մեր հավատը, ցույց ենք տալիս, որ կախված ենք նրանից։ Մենք Աստծուն չենք տեսնում, չենք լսում, չենք կարող զգալ, բայց երբ մենք աղոթում ենք, մենք Աստծուն մեր հավատն ենք ցույց տալիս, այդ պահին մենք վստահություն ունենք, որ նա մեզ կօգնի։ Այդ հավատը, դա վստահությունն է անտեսանելիի նկատմամբ։ Երբ դուք ձեր կախվածությունն եք ցույց տալիս Աստծուց, նույնիսկ եթե դուք ձեր մտքի մեջ եք աղոթում. «Տեր, ես քո կարիքն ունեմ», նա միանգամից կօգնի ձեզ։
որովհետև նա սպասում է, երբ դուք այդպես կաղոթեք։ Երբ ինչ-որ մեկն Աստծուն է դիմում, նա լսում է նրան։ Եվ լավ իմացեք. կրոնը ոչ մի բանով ձեզ չի օգնելու։ Եթե դուք կրոնավոր եք, դա չի նշանակում, որ դա ձեզ ինչ-որ կերպով կօգնի։ Կան շատ կրոնավոր մարդիկ, եթե դուք նայեք առաջին հայացքից, նրանք շատ լավն են, շատ բարի են, և մտածում են, որ այդ բարությունը, այդ կրոնավորությունը, որ նրանք ունեն, դա հաճելի է լինելու Աստծուն։ Բայց բարի լինելը դա մեր պարտավորվածությունն է։ Երբ դուք բարի եք, ինչ-որ բարություն եք անում, դա ձեր պատասխանատվությունն է։ Դա չի նշանակում, որ դուք դրանով ինչ-որ բան եք նվաճում։ Բայց երբ դուք ինչ-որ սխալ բան եք անում, այդ ժամանակ արդեն դուք շեղվում եք ճիշտ ճանապարհից։ Իսկ բարի բան անելը դա մարդու պարտականությունն է։ Եվ շատ կրոնավոր մարդիկ մտածում են, որ նրանք իրականում հաճելի են Աստծո համար։ Բայց դա այդպես չէ, սովորաբար այդպես չէ։ Նույնիսկ եթե մարդը Աստծո թագավորություն եկեղեցուց է, բայց եթե նա կրոնավոր է, նա արդեն Աստծո համար հաճելի չէ։ Ցանկանում եք իմանալ, ինչպես կարող եք հաճելի լինել Աստծուն։ Դուք ցանկանում եք, երբ ձեզ ինչ-որ բան է հարկավոր, առաջին հերթին Աստծուն դիմեք։ Ձեր այդ ցանկությունը նրան ցույց տվեք, աղոթեք, օգտագործեք ձեր հավատը, և եթե ինչ-որ դուք ցանկանում եք Աստծո կամքին համապատասխանում է, դուք կստանաք դա Աստծուց։ Բայց շատ մարդիկ ունեն ցանկություններ, որոնք չեն համապատասխանում Աստծո կամքի հետ։ Եվ շատ մարդիկ մինչև վերջ չեն մնում եկեղեցու ներսում։ Եվ այդպիսով մարդիկ ցույց չեն տալիս, որ նրանք կախված են Աստծուց։ Իսկ մյուսները մտածում են այսպես. ես եկեղեցի եմ այցելում, ուրեմն ինձ մոտ ամեն ինչ ավտոմատ կերպով կլինի, բայց դա այդպես չէ, իմ ընկերներ։ Դուք պետք է ձեր հավատը ցույց տաք, որովհետև Աստված մեզ հնարավորություններ է տալիս, որպեսզի մենք օգտագործենք մեր հավատը և հասնենք այն ամենին, ինչ որ ցանկանում ենք։ Եվ հենց հավատն է, որ արդարացնում է մեզ։ Հենց հավատի միջոցով մենք արժանանում ենք Աստծո օրհնություններին։ Որովհետև առանց դրա մենք արժանի չենք։ Հավատն այնպես է անում, որ մեղավորներից ամենավատը, նա արժանանում է Աստծո ներմանը, Աստծո օրհնությանը։ Հենց հավատի միջոցով աշխարհի ամենամեղավոր մարդը կարող է արդար դառնալ, որովհետև այդ հավատը դա անձնական բան է այդ մարդու և Աստծո միջև։ Եվ դա այն պատճառով չէ, որ դուք եկեղեցում եք, որ դուք երկար ժամանակ հավատացյալ եք, դա ձեզ չի արժանացնում ինչ-որ բանի։ Կամ էլ որ շատերը մտածում են. այդ մարդը դեռ աշխարհում է, նա եկեղեցի չի եկել, ուրեմն նա ոչինչի արժանի չէ, նա չի կարող օրհնություն ստանալ։ Դուք սխալվում եք, իմ ընկերներ։ Նրանք նույնպես կարող են օրհնություն ստանալ։ Եվ այդ ամենը հավատի միջոցով։ Ուրեմն դուք հասկացաք, որ այդ ամենին դուք կարող եք արժանի դառնալ միայն հավատի միջոցով։ Ուրեմն ցույց տվեք Աստծուն ձեր հավատը։ Ցույց տվեք, որ դուք կախված չեք ոչ ձեր ծնողներից, ոչ ինչ-որ մեկից, ոչ ընկերներից, դուք այս աշխարհից կախված չեք։ Ձեր հավատով ցույց տվեք, որ դուք կախված եք առաջին հերթից Աստծուց։ Որտեղ էլ որ դուք գտնվում եք, թե աշխատանքի վայրում, թե տանը, թե դպրոցում, աղոթեք Աստծուն ձեր մտքում և ցույց տվեք նրան ձեր հավատը։ Դա այն է, ինչ որ Աստծո համար հաճելի է։ Երբ դուք ամեն տեղ հիշում եք նրա մասին և խոսում եք նրա հետ։ Հենց այդ պատճառով էլ շատ մարդկանց կյանքը չի փոխվում, որովհետև նրանք հիշում են Աստծո մասին միայն եկեղեցում։
Եկեք հիմա ճիշտը խոսենք։ Որքան ժամանակ եք դուք հավատացյալ։ Կամ եթե դուք պատկանում եք ինչ-որ այլ կրոնի։ Ճիշտն ասեք, որքան ժամանակ եք դուք գտնվում այդ կրոնի մեջ։ Եվ ինչ է փոխվել։ Հիմա ինքներդ ձեզ ճիշտն ասեք, ինչ է փոխվել ձեր կյանքում։ Հենց դա է խնդիրը։ Ես չեմ ցանկանում, որ դուք ուղղակի եկեղեցու անդամը դառնաք։ Որ դուք այցելու լինեք։ Ես ցանկանում եմ, որ դուք ստանաք այն, ինչ որ Աստված է խոստացել ձեզ համար։ Ստանաք նրա ներկայությունը ձեր կյանքում և կարողանաք ցույց տալ ձեր հավատը։ Եվ այդ հավատով հասնել Աստծո օրհնություններին։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք Աստծո ժողովուրդ։ Ինչ որ կասեմ, սա շատ ուժեղ է։ Ուշադիր եղեք։ Հիսուսն այսպես է ասել։ Եկեք հիմա պատկերացնենք Հիսուսի ժամանակները։ Հիսուսը մարդկանց մոտ էր գնում, և այդ բոլոր մարդիկ կարիքի մեջ էին։ Նրանք հիվանդ էին, նրանք մոլորված էին, տիվահար, կային շատ տարբեր մարդիկ իրենց տարբեր խնդիրներով։ Ինչպես եք մտածում, Հիսուսը բոլորի վրա ձեռք է դրել նոր աղոթել։ Նա այդպես չի արել։ Մարդիկ կանչում էին նրան, նույնիսկ հեռվից, և նա լսում էր նրանց։ Աստվածաշունչը կարդացեք և կտեսնեք։ Մարդիկ էին կանչում Հիսուսին, որպեսզի Հիսուսն օգներ նրանց։ Ոչ թե Հիսուսն էր մոտենում և բոլորին օգնում։ Նա գալիս էր նրանց շուրջը, ովքեր տառապում են, և այդ մարդիկ կանչում էին Հիսուսին, իրենց հավատն էին ցույց տալիս։ Ինչպես Հիսուսը կլսեր և կպատասխաներ, եթե մարդիկ չխնդրեին նրան, եթե չկանչեին, որպեսզի նա օգնի։ Հենց դա էլ պետք է լինի ձեր կյանքում։ Աստված ցանկանում է ձեր ձայնը լսել։ Հենց սա է ամբողջ խնդիրն, իմ ընկերներ։ Շատերը գալիս են եկեղեցի և պատմում են իրենց բոլոր խնդիրների մասին։ Բայց հնարավոր է նրանք դեռ չեն դիմել Աստծուն։ Հնարավոր է դուք դիմում եք հովիվին, ծառայողներին։ Բայց դեռ չեք պատմում այդ խնդիրների մասին Աստծուն։ Դուք չեք հավատում, որ նա կարող է փոխել այդ ամենը։ Եվ այդպես շարունակ, դուք կարող եք հավատարիմ լինել եկեղեցում, կարող եք ջրով մկրտված լինել, կարող եք հովիվի բոլոր ասածներն անել, բայց եթե չօգտագործեք ձեր անձնական հավատը, դուք հետևում կմնաք, ձեր կյանքն առաջ չի շարժվի։ Եվ դուք միշտ կարիքի մեջ կլինեք։ Դուք միշտ կծափահարեք մյուսներին իրենց հաջողությունների համար, բայց ինքներդ այդպես էլ առանց հաջողության կմնաք։ Սա հասկանալի էր ձեզ համար, իմ ընկերներ։ Ուրեմն, կախված եղեք Աստծուց։ Հենց այդպես։